Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես արտգործ նախարարը հունվարի 13-ից 14-ն աշխատանքային այցով կլինի Միացյալ Նահանգներում։ Այցի ծրագրում ներառված է հանդիպում պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Նախատեսվում է թրիփի կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն։ Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտն էր հայտնել, որ հունվարի 13-ին պետքարտուղար Մարկո Ռուբիոն կհանդիպի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ 2025-ի դեկտեմբերի կեսից Հայաստան սկսեց ներմուծվել ադրբեջանական արտադրության բենզին եւ հետաքրքիր էր իմանալ, թե այդ ներմուծումից ի վեր Հայաստանի բենզինի շուկայում ինչ է տեղի ունեցել։ Այս մասին Facebook-յան տեսանյութում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իդեպ 2 օր առաջ արդեն Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել նաեւ դիզվառելիք եւ դիզվառելիքի նվազագույն գինը շուկայում արդեն այս ընթացքում նվազել է 2%-ով։ 2025 թվականի դեկտեմբերի կեսերից Հայաստան սկսեց ներմուծվել ադրբեջանական արտադրության բենզին եւ հետաքրքիր էր իմանալ, թե այդ ներմուծումից ի վեր Հայաստանի բենզինի շուկայում ինչ է տեղի ունեցել։ Ադրբեջանից հիմնականում ներմուծվում է պրեմիում տեսակի բենզին եւ այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում պրեմիում տեսակի բենզինի նվազագույն գինը, այսինքն որ շուկայում հնարավոր է ձեռք բերել, նվազել է 15%-ով եւ նախկին 510 դրամի փոխարեն 1 լիտրի դիմաց այսօր արդեն 430 դրամ է։ Իդեպ 2 օր առաջ արդեն Ադրբեջանից Հայաստան են ներմուծվել նաեւ դիզվառելիք եւ դիզվառելիքի գինը արդեն այս ընթացքում նվազել է նվազագույն գինը շուկայում նվազել է 2%-ով, նաև ռեգուլյար բենզինի գինն է նվազել դեկտեմբերի համեմատ մոտավորապես 8%-ով, այսինքն եթե դեկտեմբերի 11-ին ռեգուլյար բենզինի նվազագույն գինը 500 դրամ էր, հիմա 460 դրամ է։ Այս ամենը խաղաղության օրակարգի եւ խաղաղության արդյունքներն են եւ խաղաղության օգուտները, ինչպես ընդունված է ասել, իհարկե պետք է նաև ընդունել, որ այս ընթացքում Ադրբեջանում էլ, Հայաստանում էլ քննադատություն կա, Հայաստանում ասում են, որ բենզին եք գնում եւ փողերը ուղարկում եք Ադրբեջան, որպեսզի նրանք այդ փողերով հարձակվեն Հայաստանի վրա, Ադրբեջանում ասում են, որ բենզինը եւ դիզվառելիքը ուղարկում եք Հայաստան, որ նրանք իրենց տանկերը եւ զինտեխնիկան լիցքավորեն եւ հարձակվեն Ադրբեջանի վրա, պետք է արձանագրել, որ երկու մտահոգությունն էլ տեղին չեն, որովհետեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղություն է հաստատված, այդ խաղաղությունը գնալով կդառնա ավելի ու ավելի ինստիտուցիոնալ եւ այդ մտահոգությունները պարզապես տեղ չունեն եւ պետք է արձանագրել նաեւ, որ նման մտայնությունները գոնե Հայաստանում հրահրում քաջալերում են այն ընկերությունները եւ շրջանակները, ովքեր նաև դրսի իրենց գործընկերների աջակցությամբ երկար տարիներ բենզինի շուկայում մենաշնորհ են ունեցել եւ նրանք հիմա պարզապես ստիպված են լինելու իջեցնել գները, ինչից դուժելու են, ենթադրում եմ, այդ մոնոպոլիաները, որոնք փաստացի եւ վերջնականապես վերանալու են եւ օգտվելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ սա խաղաղություն է եւ մենք պետք է խաղաղության մեջ ապրելուն սովորենք եւ խաղաղության օգուտների հետ հարաբերվելուն նույնպես սովորենք, ինչը եւ ուրախությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի Հանրապետությունը անում է։ Խաղաղության պայմաններում անկախ սպառնալիքներից կարևոր է նաև ունենալ պաշտպանունակություն։ Պաշտպանության նախարարն է հայտարարել ամփոփելով կատարված ու ներկայացնելով առաջիկա ծրագրերը։ Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանական ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի արդյունքում։ Սուրեն Պապիկյանը հերքել է, թե ադրբեջանական սահմանապահները Սյունիքի դիրքեր բարձրանալիս ստուգում են մեր զինվորներին։ Ամփոփելով տարին Պապիկյանն ասել է, որ 2023-ի համեմատ
2025-ին զորակոչի 19% աճ է գրանցվել, ինչը նախարարն այս տարիների նշանակալի ձեռքբերում է համարում։ Մասնավորապես ապահովելու է պահեստազոր, թիկունք եւ բանակ կապը։ Ասուլիսում Պապիկյանն անդրադարձել է նաեւ Պաշտպան Հայրենյաց ծրագրին, նաեւ ատեստավորման գործընթացին։ Նախարարի խոսքով Պաշտպան Հայրենյացը դառնալու է Հայաստանի բանակի հիմնական առանցքը, իսկ ատեստավորումն էապես փոխել է պատկերացումը բանակի մասին։ Ներդրման պահից մինչև հիմա մասնակիցների 73%-ը հաղթահարել է ատեստավորման շեմը։ Առիթ ունեցա նախաբանում նշելու, որ մենք ունենք արդեն իսկ այս պահին 4234 շահառու եւ խոսեցի այս պահին հայտերի մասին, այն է ամառային զորակոչի հնարավոր շահառուների մասին, 906 հոգու մասին, որը դեռ ավարտական թիվը չէ եւ ակնկալում ենք, որ այդ թվին կգումարվեն եւս 100-200 երիտասարդներ, գուցե ավելի, ես ուղղակի պայմանական թվեր եմ հնչեցնում, հաշվի առնելով նախորդ վիճակագրությունները, եւ սա էական համալրում է զինված ուժերի համար, մանավանդ որ դա պայմանագրային է, երկարաժամկետ է եւ ես նշեցի նոր օրենսդրական փոփոխության մասին, այն է հնգամյա պայմանագիրը դարձնել 7 եւ 10 տարի, այսինքն 2 գումարած 5, եւ սա դառնալու է, կարծում եմ, առաջիկա տարիներին Հայաստանի Հանրապետության բանակի հիմնական առանցքը։ Դրան եթե գումարում ենք նաեւ սերժանտական համակարգը, որը հիմնականում համալրվելու է հենց այս երիտասարդներից եւ պրոֆեսիոնալ մակարդակը բանակի այս հատվածում էապես փոփոխության է ենթարկվելու առաջիկա տարիների ընթացքում։ Եթե խոսենք նաեւ համալրման մասին, ես խոսեցի, որ վերջին տարիների ընթացքում այդ տոկոսի հարաբերակցությունը նախորդ շրջանի նկատմամբ, մասնավորապես իմ պաշտպանության նախարար դառնալու ժամանակաշրջանի հետ համեմատեմ, այն է 21 թվականի նոյեմբերը, բայց հաշվի առնելով, որ գործունեության սկիզբ պիտի գոնե համարենք ամառային զորակոչը, 19%-ով ավելացել է ցուցանիշը, որը լուրջ թվերի մասին է, հիմա եթե դա վերածեմ կոնկրետ բացարձակ թվերի, դա հազարավոր տղաների մասին է ըստ զորակոչերի։ Ինչ վերաբերում է շինարարությանը, այո, շարունակվելու է։ Կարծում եմ խաղաղությունը նաև նրա մասին է, որ մենք հանդարտ, հանգիստ կարող ենք ապահովել մեր երկրի երկարաժամկետ պաշտպանունակությունը, անկախ նրանից սպառնալիքներ կան թե չկան։ Մենք ինքներս պիտի գնահատենք, ինչ հնարավորություն ունի մեր երկիրը եւ ինչ արտաքին մարտահրավերների պիտի դիմագրավենք, բայց խաղաղության պատրաստվելիս կարևոր է, որ մենք նաև խաղաղությանը զուգահեռ ունենանք նաև որոշակի պաշտպանունակություն, որը ոչ մեկի անվտանգությանը եւ տարածքային ամբողջականությանը չի սպառնում։ Ընդհակառակը ապահովում է մեր անվտանգությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Ես նշեցի, որ 25 թվականի, գուցե 25-30 տարիների ընթացքում սա ամենաբարձր կապիտալ շինարարության ծախսեր ունեցող տարին է։ Ես նշեցի 18 թվականը համեմատության համար շուրջ 17 միլիարդ եւ համեմատության համար նշեցի 25 թվականը 57 միլիարդ դրամի մասին է խոսքը, գրեթե 58 միլիարդ դրամ կապիտալ շինարարության ուղղությամբ ծախսեր են արվել։ Ու սրանք չեն կարող չունենալ իրենց արդյունքները եւ հետևանքները։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ շարունակվում են հիմնանորոգման եւ բարեկարգման աշխատանքները։ Նախարարը ծանոթացել է աշխատանքների ընթացքին, քննարկվել են մանրամասներ առաջիկա անելիքների վերաբերյալ։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է աշխատանքները պատշաճ իրականացնելու եւ ժամկետները չխախտելու անհրաժեշտությունը։ Շարունակենք, Միքայել arczepiskopos Աջապահյանը հետվիրահատական բուժման ընթացքի մեջ է եւ առողջական վիճակից ելնելով չի կարողացել մասնակցել այսօրվա դատական նիստին։ Այս մասին հայտարարություն է տարածել Սրբազանի փաստաբանական խումբը։ Հիշեցնեմ, նա դեկտեմբերին վիրահատվել էր։ Դատական նիստը դեկտեմբերի 15-ին հետաձգվել էր ազատազրկման դատավճռի դեմ վերաքննիչ բողոքը պետք է քննվեր 2026-ի հունվարի 13-ին։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։
Իսրայելի բանակի խոսնակ բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը հայտարարել է, որ Իսրայելի բանակը մշտապես պատրաստ է Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերի լույսի ներքո ցանկացած անսպասելի սցենարի։ Այս մասին խոսնակը նշել է X միկրոբլոգում գրառման մեջ։ Վերջին օրերին Իրանում տիրող իրավիճակի մասին բազմաթիվ լուրեր են տարածվել։ Ինչպես նախկինում պարզաբանվել է, Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է պաշտպանության եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ է անակնկալ սցենարների։ Իրանում բողոքի ցույցերը ներքին գործ են, նշել է Էֆի Դեֆրինը։ Միևնույն ժամանակ նա կոչ է արել հանրությանը չվստահել չստուգված տեղեկատվության աղբյուրներին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ցուցարարների զանգվածային սպանությունների դեպքում պատրաստ է միջամտել եւ օգնության հասնել իրանցի ժողովրդին։ Թեհրանը ի պատասխան այս հայտարարությունների հայտնել էր, որ պատրաստ է հակահարված տալ Իսրայելին եւ ԱՄՆ ռազմական բազաներին, եթե ենթարկվի հարձակման։ Իրանում հակակառավարական ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ից ազգային արժույթի աննախադեպ անկման եւ մեծ գնաճի պատճառով։ Ցույցերի ընթացքում զոհերի թիվը ըստ իրավապաշտպան խմբերի գերազանցել է 600-ը։ Նրանց թվում կան նաեւ տասնյակ իրավապահներ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ներկա իրադրության շուրջ երկխոսություն է վարում ԱՄՆ նախագահ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ։ Այս մասին նա ասել է Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Արաղչին նաև ասել է, որ Թեհրանում այժմ ուսումնասիրում են Վաշինգտոնից ստացված առաջարկները, սակայն նա չի մանրամասնել դրանց բովանդակությունը։ Նախարարը ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի կարող միաժամանակ երկխոսել Իրանի հետ եւ ճնշում գործադրել նրա վրա։ Նա վստահեցրել է, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողություններին եւ նշել, որ իրանցի զինվորականները ավելի լավ են պատրաստված, քան 2025 թվականի հունիսին Իսրայելի հետ հակամարտության ժամանակ։ Միևնույն ժամանակ Արաղչին հույս է հայտնել, որ ԱՄՆ ղեկավարությունը կընտրի գործողությունների խոհեմ տարբերակ։ Ռուսաստանը հարվածներ է հասցրել Խարկովին եւ Օդեսային։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ Խարկովում փոստային տերմինալին հարվածի հետևանքով 4 մարդ զոհվել է, եւս 6-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Օդեսայում հարվածների 2 ալիք է գրանցվել, որոնց հետևանքով քաղաքի կենտրոնական հատվածում վնասվել են բնակելի տներ, ինչպես նաեւ հիվանդանոց, մանկապարտեզ եւ դպրոց։ Հաղորդվում է 5 տուժածի մասին։ Կիևում էլ պայթյուններ են որոտացել, գրանցվել են էլեկտրամատակարարման անջատումներ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ այս գիշեր հոպի հերթապահ միջոցներով ոչնչացրել է ուկրաինական 11 անօդաչու թռչող սարք։ Չինաստանը հաստատակամորեն կպաշտպանի իր օրինական շահերը Իրանի հետ համագործակցության համար Միացյալ Նահանգների կողմից 25% մաքսատուրքերի կիրառման դեպքում։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։ Ինչպես պարզաբանել է չինացի դիվանագետը, Պեկինը նման հարցերում ունի պարզորոշ եւ հաստատուն դիրքորոշում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 25% մաքսատուրքեր է սահմանել բոլոր այն երկրների նկատմամբ, որոնք գործակցում են Իրանի հետ։ ԱՄՆ պետքարտուղարությունը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կառավարման գրեթե 1 տարվա ընթացքում չեղարկել է ավելի քան 100,000 վիզա, այդ թվում 8,000 ուսանողական վիզա։ Այս մասին գերատեսչությունը տեղեկացրել է X սոցիալական հարթակի իր էջում։ Պետքարտուղարությունը չեղարկել է ավելի քան 100,000 վիզա, այդ թվում 8,000 ուսանողական վիզա եւ 2,500 մասնագիտացված վիզա այն անհատների համար, ովքեր ԱՄՆ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում են հայտնվել հանցավոր գործունեության համար։ Մենք կշարունակենք արտաքսել այս հանցագործներին Ամերիկայի անվտանգությունը ապահովելու համար, նշված է հայտարարությունում։ Դոնալդ Թրամփը 2025 թվականի հունվարին ԱՄՆ նախագահի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելուց հետո հայտարարել էր, որ երթմնակալությունից առաջ մոտ 25 միլիոն մարդ անօրինական կերպով մուտք է գործել երկիր։ Նա խոստացել է դադարեցնել բոլոր անօրինական ներթափանցումները։ Թրամփի խոսքով վերջին շրջանում ոչ մի անօրինական ներգաղթյալ մուտք չի գործել Միացյալ Նահանգներ։ Երեքշաբթի օրը մոտ 350 տրակտոր է մտել Ֆրանսիայի մայրաքաղաք որպես Եվրամիության եւ Հարավամերիկյան ընդհանուր շուկայի Մերկոսուրի համաձայնագրի դեմ բողոքի ակցիայի մաս։ Ցուցարարները պահանջում են պարզեցնել եվրոպական գյուղմթերք արտադրողների համար բյուրոկրատական ընթացակարգերը եւ կոչ են անում ձեռնարկել կոնկրետ եւ անհապաղ գործողություններ Ֆրանսիայի պարենային անկախությունը պաշտպանելու համար։ Տրակտորներն արգելափակել են մի քանի ավտոճանապարհների վրա առկա երթևեկությունը։ Հունվարի
Փետրվարի 9-ին Եվրամիության խորհուրդը 2 որոշում է կայացրել, որոնք թույլատրում են Եվրամիության եւ Մերկոսուրի միջև գործընկերության համաձայնագրի եւ Եվրամիության եւ Մերկոսուրի միջև ժամանակավոր առևտրային համաձայնագրի ստորագրումը։ Այս համաձայնագրի վճռական հակառակորդներն են Եվրոպայի գյուղմթերք արտադրողները, ովքեր կտրականապես դեմ են դրան, համարելով, որ այն Եվրամիության երկրները կողողի լատինամերիկյան էժան արտադրանքով, որի նկատմամբ Եվրամիությունը չի ներկայացնի նույնպիսի խիստ պահանջներ, ինչպիսիք ներկայացվում են սեփական ագրարայինների արտադրանքին։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում Հերացի թունելից դեպի Խանջանի թունել տանող հատվածում բախվել են Toyota, Mercedes Sprinter, Chevrolet և Voya մակնիշի մեքենաները։ Բախման հետևանքով մեքենաները հայտնվել են երթևեկելի գոտում, Mercedes Sprinter-ն էլ բախվել է բետոնե արգելապատնեշին։ Շամշյանի հաղորդման վթարի հետևանքով 6 մարդ, որոնցից 3 երեխա, տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, ապա շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մահվան ելքով վրա երթ է եղել Երևանում առավոտյան Երևանի 40-ամյա բնակիչը BMW մակնիշի մեքենայով Արշակունյաց պողոտայում Բերգետնի անցման մոտ վրա երթի է ենթարկել ճանապարհը ոչ թույլատրելի հատվածով անցնող կնոջը։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, բժիշկների հերթապահումն արձանագրել է հետիոտնի մահը, վարորդը սթափ է եղել։ Հունվարի 10-ից 13-ը փրկարար ծառայությունն ահազանգեր է ստացել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակման վերաբերյալ։ Ծառայության ստորաբաժանումներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին պարեկային ծառայության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների եւ ճանշինի աշխատակիցների հետ արգելափակումից դուրս են բերել 113 տրանսպորտային միջոց եւ 302 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։ Եվ միջերկրական ծովի ցիկլոնի ներթափանցման պայմանավորված վաղը գիշերն առանձին վայրերում ձյան տեղումները կլինեն զգալի, լեռնային գոտիներում սպասվում է քամուշ գնացում։ Օդի ջերմաստիճանը կնվազի 10-ից 13 նիշ, ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված լույս 14-ի գիշերն ու առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Երեկոյան ժամերից միջերկրական ծովի շրջաններից հանրապետություն ներթափանցում է հերթական ցիկլոնը, այսպիսով այսօր երեկոյան ժամերին եւ հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը շրջանների մեծ մասում, հունվարի 13-ից 3-ը եւ 15-ին հիմնականում հարավային մարզերում սպասվում են տեղումներ։ Տեղումները այսօր ցերեկային ժամերին Հայաստանի նախալեռնային եւ հովտային գոտիներում հիմնականում կլինեն անձրևի տեսքով, իսկ հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում կտեղածյուն։ Այսօր երեկոյան ժամերին եւ հունվարի 14-ի գիշերը Հայաստանի առանձին շրջաններում ձյան տեղումները կլինեն զգալի, լեռնային առանձին գոտիներում սպասվում է քամուշ գնացում 14-ից 18 մետր/վայրկյան արագությամբ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը հունվարի 14-ից 16 նկատ ժամանակահատվածում այսօրվա համեմատ հանրապետության ողջ տարածքում կնվազի 10-ից 13 աստիճանով։ Եվ ուշադրություն, այսօր գիշերը եւ առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց, որը պայմանավորված է ջերմաստիճանի կտրուկ անկման հետ։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վայրկյանները անցվել լուծությունն է, բաց չթողնեք։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։